Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն է։ Բարև ձեզ, պարոն Դեմոյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Դեմոյան, այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է, մեր ժողովուրդը այս ժամերին հարգանքի տուրք է մատուցում մեր անմեղ զոհերի հիշատակին, սակայն վերջին տարիներին Հայաստանում այսօրը պետական մակարդակով ոչ մի միջոցառում չի կազմակերպվում, Նիկոլ Փաշինյանն էլ իր ուղերձներում ավելի շատ մեծ եղեռն ձևակերպումն է օգտագործում, քան Հայոց ցեղասպանությունը։ Ես հիշեցնեմ, նման բան Միացյալ Նահանգների նախագահներն էին արել եւ անում, որպեսզի ցեղասպանությունը ճանաչելուց եւ առարկայական գնահատական տալուց խուսափեն։ Ինչով եք պայմանավորում այս իրողությունները եւ մեր հանրությունը սրանից ինչ հետևություններ պետք է անի։ Ինչ կապված է, ասենք, միջոցառումների հետ կապված որ ներկա իշխանությունն անում են, միջոցառումներ անում են, մեծ եղեռն հետ կապված ուղղակի չի, բայց Հայոց ցեղասպանության խորհուրդը զոհերի հիշատակը պղծելը, թանգարանը թիրախավորելը, հուշահամարելը, ջախջախելը, հետո դա վերականգնել ներկայացնելը, դրանք են միջոցառումներն են ճակերտավոր, որոնք ուղեկցում են այսօրվա իշխանությունը արդեն 8 տարի շարունակ։ Չթվարկեմ, բոլորս արդեն գիտենք, ժամանակագրորեն ամեն ինչ արձանագրված է, հիշողությունները դեռ տակավին կա, ինչքան որ այս իշխանությունների հիմնական գոյացիկա կազմությունները դա մոռացության տալն է։ Ներկա իրադարձությունները մոռացության տալ, իրենց հայտարարությունները նույն օրը մոռացության տալը, հակառակը ասելը, այսինքն մենք ունենք այսպիսի մի գրոտեսկային իրավիճակ, իսկ բուն ուղերձի հետ կապված ես իհարկե չեմ մեկնաբանում Փաշինյանի արարքներն ու խոսքերը, որտեղ բայց 5 անգամ ասում եմ մեծ եղեռն եւ միայն 2 անգամ Հայոց ցեղասպանություն։ Հարցը այստեղ թվերի մեջ ըստ իս կարելի է եւ այդպես ասել, կարելի ասել մեկ անգամ ցեղասպանություն օգտագործելը եւ վերջ, բայց եղեռնը եւ ցեղասպանություն եզրույթները հակադրելը ինձ թվում է այստեղ էականն եւ հիմնականը դա չի։ Ես հասցրեցի ունկնդրել բառայեղ այդ ուղերձի մեջ մի հետաքրքիր դրվագ կա, այլ երկու հետաքրքիր դրվագ կա, որոնք պետք է անդրադառնան, որպեսզի լուսաբանենք մեր հանրությանը, թե ինչ մեթոդներով, ինչ տեխնոլոգիայով են նրանց մանիպուլացնում, այսինքն հիմարի տեղը դնում այլ խոսքերով ասած։ Ինչի մասին է ուղերձի մեջ, ընդհանրապես ուղերձների մեջ հղումներ չեն տալիս, հա, որևէ գրքի կամ բան։ Փաշինյանը այս անգամ արեց մի բացառություն եւ հղում տվեց Գիտությունների ազգային ակադեմիայի հայոց պատմության այսինչ հատորին եւ այլ, որը ուշադրություն եթե դարձնեք միշտ իր գլխավերևում է դրված եւ պարբերաբար ինքը կադրերի հրապարակում ընթերցելիս ինքնաթիռի մեջ թե իր գրասենյակում կամ այդ գիրքը այսպես ցույց է տալիս։ Հիմա հարցը ինչու հենց այդ գիրքը, ինչու հենց այն երրորդ հատորը, որը գրախոսվել է ժամանակին 2017 թվականի հունվարին հրապարակվեց թանգարանի կողմից 100 էջանոց գրախոսական, այսինքն գրքին գրքով գրախոսեցինք մենք, որտեղ կային թուրքական թեզեր վտանգավոր, որտեղ կար անգրագիտություն, որտեղ կար հակագիտական ձևակերպումներ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության պատմությանը։ Ըստ որում մենք խնդրել էինք տրամադրել, որպեսզի մենք ուշադիր նայենք որպես թանգարան, որպես թանգարանի գիտական անձնակազմ, նպաստելով Պատմության ինստիտուտի այդ աշխատանքի, վերջ այդ աշխատանքը Հայոց պատմության բազմահատորակ իրականացնում էր Պատմության ինստիտուտը։ Բայց նրանք հրաժարվեցին, գտան, որ իրենք ունեն այդ ուժը իրականացնելու եւ մենք պատասխանեցին գիտության մեջ ընդունված ձևով, գրախոսականով, գրքի տեսքով, այդ կա հրապարակված եւ համացանցում հասանելի է։ Գրախոսությունը ստորագրել է 4 անձ։ Տեր Խոնարհցարան, Սուրեն Մանուկյանը, Ռոբերտ Հատոյանը եւ Գևորգ Վարդանյանը։ Այս կցանկանան, որ բացի ինձանից այս 3-ը, որոնք այս կամ այն կերպ առնչությունն են Հայոց ցեղասպանության թանգարանի ներկա պահին, իրենք եւս բարձրաձայն են այն գրախոսության մասին, որի տակ ստորագրություն են դրել։ Բացի դրանից, այդ գիրքը ես մի քանի անգամ զգուշացել եմ, մի տվեք վարչապետի ձեռքը, որովհետև այդ գիրքը տպագրվել է ֆինանսական մեծ խախտումներով կամ այլ կերպ ասած հասկանալի լեզվով ատկատներով։ Սա իմ խոսքերը չի, դա նաև տպվել է մամուլում լրագրողը հարց է տվել գիտպետկոմին հասկանալու համար ինչքան բյուջե է տվել այդ հատորը, որը հղում է տալիս Նիկոլ Փաշինյանը, մի թիվ է տրվել, Պատմության ինստիտուտի տնօրենը տվել է մեկ այլ թիվ եւ արդյունքը եղել է մի քանի տասնյակ հազար դոլարների տարբերություն։ Սա մեկ դրվագը չի, ես չեմ ուզում այլ օրինակներ բերեմ, կենտրոնանանք հենց ուղերձի վրա, ուրեմն ես խորհուրդ եմ տալիս եւս կառավարության մեջ նստած անձին, որը արդեն
9-րդ տարի տրավմա է տարել այդ գրախոսությունից, քողարկման տեխնոլոգիա կիրառի եւ Նիկոլ Փաշինյանին չայրի, հա, այդ ժառանգականությունը, որը 2017 թվականից գալիս է։ Երկրորդ դրվագը ծիծաղ հարուցող մի այն կրկնությունն է, մանտրաներն են, որոնք Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե մենք վերջապես գտել ենք հայրենիքը, պետությունը, ապահովել ենք ժողովրդյան, սա լավ է, հա, այն հասարակ լեզվով ասած։ Մենք ամեն ինչ հարցերը բոլորը դորդուբեշ ենք արել, անվտանգություններ ենք, ապագանել ենք բանարը եւ այլն։ Իսկ ժողովուրդը չի տեսնում այդ կոռուպցիոն բաները, այս պարգևավճարները, այս շենքերը չի հարցնում, այս հակասեյսմիկ բանով 20 հարկ եք անում, 15 հարկ, այդ ինչ գումարներով եք անում։ Այդ ժողովրդի մեջ տարածում մարդիկ լավ են ապրում, կարողանում են գնել, պահանջարկը կա, դրա համար են կառուցում։ Հա, այս գների թանկացումը իհարկե այդ թվերի մեջ իհարկե ժողովրդին աղքատացնելը մենք երկրորդ սերունդը արդեն ունենք, որը տոնավաճառներից եւ գետնանցումներից դուրս չի գալիս։ Բարեկեցիկ ապրելու, հանգիստ վայելելու, հանգիստ կենցաղ եւ ապրելակերպ ունենալու համար։ Դա չի հետաքրքրում Նիկոլ Փաշինյան, դա օրակարգային չի։ Բայց մանիպուլյացիա իհարկե կանի։ Հիմա այդ Նիկոլ Փաշինյանն է, չէ՞, որ տարիներ առաջ հայտարարում էր, որ մենք չունենք կադաստրի վկայական։ Այդ կադաստրի վկայականը որտեղ է գտել, որ այդպես ոգևորված, այսպես պոզիտիվ, լավատեսական արդեն մտքեր է արտահայտում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը։ Շմեմ Ալիևին էլ ասում էր քարտեզը ցույց տուր, որով է ճանաչում Հայաստանը, գուցե այնտեղից են տրամադրել։ Միգուցե ինչ որ բան գտել է, բայց մեզ չի ասում, որովհետև սիրում են, չէ, իրեն գաղտնիքներ պարել, ասում են ամեն ինչ լուծել ենք, երկիրը գտել ենք, վերջապես ինքնիշխան ենք, բայց պարզվում է, որ ժողովրդից պահում են 44 օրյա պատերազմի հետաքննության արդյունքները։ Խոշոր դեմոկրատիա է, որում այդ դեմոկրատիայի բանը հնչեցնում է Կրեմլում։ Ասում ենք դեմոկրատական երկիր ենք։ Չի միայն հետաքննությունը, զոհերի անուն-ազգանունները մենք չգիտենք, պարոն Դեմոյան, 6 տարի է շուտով կլինի։ Դա իրենց չի հետաքրքրում, որովհետև իրանք այդ զոհերի հիշատակի վրա տրճիկ են տալիս ուրախ ավտոբուսում։ Այ պետք է լինեն ամենամեծ ապիկարը, ամենամեծ կենթանին, ոչ թե մարդ բանականը, եւ չհասկանալ, որ դու ունես անհետ կորածների ծնողներ, որոնք ամեն օր կսկիծի մեջ են։ Դու ունես զոհեր, որտեղ հարազատների վերքերը դեռ թարմ են։ Դու այդ տեսարանները թմբուկ կամ չգիտեմ, երաշտական համարները, այդ զեղ կենցաղը ուտելու տեսարաններով, դա ում ես ուղերձը հղում։ Երբ որ կա մի քաղաքացիների բավական ստվար խումբ, որոնց նկատմամբ հոգեբանական ուշադրություն է պետք, հոգեբանական մոտեցում է պետք, բայց դու ցույց ես տալիս, որ դու շատ լավ դասավորել ես քո կյանքը, քո խմպակով, քո падգամավորներով, քո ԿՊԱ-ականներով։ Իհարկե, այստեղ չեն կարող նաև չանդրադառնալ նաև այն անձանց, ովքեր սատարում եւ սպասարկում են, վերջո նազիր վեզիրների, սազանդարների մեծ խումբ կա, չէ՞, վճարովի գլուխներ, այսպես կոչված վերլուծաբաններ, քաղաքասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ, լրատվամիջոցներ, օրնի բուն հաշվետու, որտեղ վճարել են, չէ, հաշվետու գրառումներով, հարցազրույցներով եւ այլն, Սփյուռքում էլ կան եւ քիչ չեն։ Այո, սրա հետ պետք է հաշվի նստի հայ ժողովուրդը այս պահին։ Ես ընտրությունների կոչ չեմ անում, որտեղ իմ տեսակետը անփոփոխ է, ընտրությունները ընդամենը մի հերթական թակարդ է, մի հերթական գաղտնի գործողություն է, որով պետք է հնարավորություն տա կամ տեսնել արդյոք Նիկոլ Փաշինյանը կարող է վերադարձնել թե ոչ։ Գտնում եք, որ ընտրություններով հնարավոր չի հեռացնել, որովհետև անգամ պարտվելու դեպքում չի հեռանա։ Ես չեմ գտնում, որ այստեղ պարտվել հաղթելու տեխնոլոգիա է կիրառվելու, որովհետև այն ինչ որ հիմա ես տեսնում եմ, այն ինչպես իրեն պահում են դիմությունը քաղաքական, դա հնարավորության ստեղծում է, որպեսզի Նիկոլը ունենա առավելություններ։ Սա իմ կարծիքն է, որովհետև այդպիսի բան ես տեսել եմ նաև 2018 թվականին, չմոռանանք այս արդեն ընդդիմադիր դարձած կուսակցություններից մեկի սև եւ սպիտակ ֆոների մեջ իրականացված քարոզչական միջոց է, որը ընդհանրապես նպաստելու է Նիկոլի դիրքերի ուժգնացմանը։ Ունեն դեռ առաքելություն, այս համանդրական դատարանի նախագահ փոխեցին, չէ՞, համանդրություն են պետք է փոխեն, որտեղ հանձնառություն կա։ Իսկ ԿՊ-ն այսօր Հայաստանի Հանրապետությունում իր բոլոր բաժանմունքներում նախընտրական դա ընդհանրապես Ադրբեջանին եւ Թուրքիային հայ ժողովրդին հայկական պետականությունը հնազանդեցնելու գրասենյակն է։
Եվ եթե իշխանության սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանը ապրիլի 24-ին խոսում էր արդարության վերականգնումից, պանթուրքիստական գաղափարախոսության դատապարտումից, ապա այսօր այդ շեշտադրումները բացակայում են եւ կառավարության ղեկավարը մեզ կոչ է անում դադարեցնել կորուսյալ հայրենիքի փնտրտուքը, նաեւ նշում է, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծեղեռնը միջազգային խաղացողների կողմից մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։ Սա իր մեջ ինչ վտանգավոր ուղերձ է պարունակում եւ սա ինչպիսի ազդեցություն կունենա ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա։ Նորություն ինքը չի ասում, ինքը փորձում է դեղին մամուլի խմբագիրը, նրա համար է որ դեղին մամուլի խմբագիրը, որ ամեն ինչ ներկայացնի որպես նորություն, այսինքն ես առաջինը ձևակերպեցի, ես առաջինը ասեցի։ Այդպես չի, իհարկե նոր սերունդ կա, որ շատ չի հիշի, ընդհանրապես նախորդ իշխանությունների օրոք էլ չի եղել բաց տեքստով, որովհետեւ տարածքային ինչ որ հավակնություն միշտ ասվել է, չէ, նույնիսկ Մեծեղեռնի հայոց ցեղասպանության ճանաչման պարագայում հայտարարվել է, որ դա նախապայման չի հարաբերություններ հաստատելու համար։ Նիկոլ Փաշինյանը այսօր հեծանիվ է ուզում հայտնագործել եւ իր հայտնի տրյուկներով դա վաճառի, ընդ որում ժանգոտած, փչացած եւ ոչ օգտագործելի։ Հեծանիվ դա վաճառի հայ հասարակությանը։ Ինչու է կրկնում մի բան, որը թուրքական նախապայմաններից մեկն է։ Չէ, թուրքերը ասում են տարածքային հավակնություններ չունենակ։ Ինչու է ուղերձի մեջ ձևակերպում մի բան, որը գոյություն չունի։ Որը երբեք չի եղել Հայաստանի կողմից։ Եվ դու կրկնում ես, որպեսզի թուրքերը դա ասեն, տեսակ, դուք եք ասում, մենք նախապայման ենք ասում, ուրեմն դա մենք ճիշտ ենք։ Հիմա ասում են նաև ամեն մի ժողովուրդ ունի իր տրագեդիան, իր համահավասարությունը։ Շեշտադրումները բավականին նույնական են։ Այդ նույնն է, որ դա արտարացնում է թուրքերի արածը, որովհետև թուրքերն ունեն, չէ, իրենց հիշողությունը, իրենք էլ կորցրեցին Եվրոպայի տարածքներ եւ ցեղասպանությունը տեղի ունեցավ նրա համար, որ չկորցնեին Փոքր Ասիայում եւ Հայաստանում պատմական տարածքներ։ Հիմա դու այդ տրավման թուրքերի ծավալապաշտական, կայսերական տրավման բերեցիր մեր ժողովրդի դեմ իրագործած զանգվածային սպանության հետ համահավասարեցրեցիր։ Եվ պարոն Դեմոյան, 3 ավանդական ջահերով երթը տեղի ունեցավ, որի սկզբում մասնակիցները այրեցին Թուրքիայի դրոշը, եւ Նիկոլ Փաշինյանը սա ակնհայտորեն սադրիչ ու լարվածություն հրահրող վարքագիծ որակեց, Ալեն Սիմոնյանն էլ ամոթալի եւ խիստ դատապարտելի գործողություն։ Ձեզ համար որքանով են Հայաստանի պաշտոնյաների այս արձագանքը տեղավորվում բարոյականության սահմաններում, ինչու են օրինակ վերջիներս ավելի շուտ սա դատապարտում, քան Թուրքիան է սա անում, եւ ընդ որում համեմատության համար նշեմ նույն պաշտոնյաները ոչ մի խոսք չասացին եւ չդատապարտեցին, երբ Ադրբեջանը Ստեփանակերտի մայր տաճարը եւ մյուս եկեղեցիները ավերեց վերջին օրերին, բազմաթիվ հրապարակումներ կային այս մասով։ Ինքնություն բառը շատ է սիրում։ Ես ասեմ, որ իդեմս ԿՊ-ի եւ իրենց ինքնության այսօր հայկական պետականությունը ունի մեկ դոմինանտ գերակա ինքնություն։ Դա հնազանդվելն է Ադրբեջանին եւ Ադրբեջանից եկած ցանկացած պահանջի եւ նախապայմանի։ Դուք չեք պատկերում դա ինչի կարող է հասցնել։ Այն այսպես իրենց մտավորական ինտելեկտուալներ, ձևակերպողները, վայ, պատերազմ եք ուզում եւ այլն, այսինքն կրկնում են այն ինչ որ իշխանական, այսպես ասած, քարոզիչներն են անում եւ իշխանության ներկայացուցիչները։ Դուք ուղղակի պետք է լավ պատմություն հասկանաք եւ գիտակցեք, թե ինչ է նշանակում քաղաքականության մշտնջենական լինել, այսինքն եթե կա մեկ ուղղություն որոշում 100 տարի առաջ, 200 տարի առաջ Թուրքիայի պարագայում կամ Ադրբեջանի պարագայում ընդդեմ Հայաստանի եւ հայ ժողովրդի, դա չի վերաբերում, դա տրանսֆորմացիայի չի ենթարկում։ Դա պետական մակարդակով են սահմանում։ Նոր կանոններ, միջազգային օրենք չի գործելու։ Դու կարող եք այսօր լռել այդ լռությունը եւ հաշտվել եւ իրականացնել նախապայման, դա միայն ագրեսիա է բորբոքելու, կրկնակի ագրեսիա, որովհետև զոհի վրա, երբ որ մեջք ես դարձնում, գիշատիչ ավելի մոտիվացված է հարձակում, երբ որ տեսնում որ զոհը նահանջում է։ Հիմա գալով երթին, իմ կարծիքը դրոշ այրելու հետ կապված անփոփոխ է։ Անկախ նրանից ես հայոց ցեղասպանության թանգարանում եմ աշխատել, թանգարանում չեմ աշխատում, ես շարունակում եմ իմ առաքելությունը պաշտոնի հետ կապված չի հայոց ցեղասպանության թեմայի նկատմամբ հարգանքը ունենալը, հետազոտական աշխատանք կատարել եւ հավաքչական աշխատանք կատարել։ Դա իմ ամբողջ կյանքում ինձ ուղեկցելու եւ դա պատվավեր գործ եմ ես համարում։ Ինչ վերաբերում է դրոշ այրելուն, ես գտնում եմ, որ դա անընդունելի է։ Իմ գնահատականը սա է։ Այս ոչ թե
արտահայտում եմ ԿՊԱ-ականների ձևակերպում, իրանց նպատակը ուրիշ է, իրենց նպատակը հաճույք զգալն էր այդ դրոշի այրման տեսարանից, որպեսզի նույն պահին կամ հաջորդ օրը դրական ուղերձներ հրեին դեպի Անկարա, որ տեսեք, մենք նման չենք նրան։ Նրանց հաճույք պատճառել։ Հիմա ես ուզում եմ հաշտալ, ոստիկանությունը չէր կարող կանխել այդ դրոշի այրումը։ Իհարկե կարող էր, որտեղ ոստիկանությունը ամեն ինչ կարող է անել, մանավանդ կենտրոնական հրապարակում։ Վերջին տարիներին դա։ Հիմա ենթադրենք, թող սա ենթադրություն է, որ այդ դրոշ այրելու տեսարանը թույլ տվեցին, որպեսզի իշխանությունները հնարավորություն ունենան դրական ազդակներ ուղարկեն իրենց եղբայրական Թուրքիային։ Եվ բակետ ես շատ տպավորված եմ մեր երիտասարդությամբ երեկվա ջահերի երթի մասնակիցներով։ Բազմամարդ։ Այո, եւ այստեղ մի հատ շատ հետաքրքիր ձևակերպում եմ ուզում անել։ Եթե մենք ընդունակ ենք այսքան երիտասարդ մոբիլիզացնելու, իսկ այդ երիտասարդներից կարծում եմ մասնակիցներից որևէ մեկը կասկածի տակ չի դնի իմ այն ձևակերպումը, որ իրենք եկել են նաև մերժելու ԿՊ-ին իրենց ձևակերպումներով ժխտողական, իրենց ղեկավարին Նիկոլ Փաշինյանին, բոլոր սատարողներին եւ ԿՊ երկրպագուներին։ Երեկվա երիտասարդությունը հենց այդ հավաքն էր։ Ես ուրիշ կերպ չեմ կարող հասկանալ, եթե կա մեկը թող գա ասի, որ ոչ, ես այնտեղ եմ որպես ԿՊ-ի նաև ներկայացուցիչ, ես ներողություն կխնդրեմ։ Հիմա այդ երիտասարդությունը երեկվա հարգանքի տուրք մատուցող, բողոքող, պայքար շարունակող նույն կերպ կարող է, ասենք, դիցուկ վաղը խաղաղության համերգին, որը քարոզչական է, լրիվ իր ուղղությունով քարոզչական է, շատ հանգիստ կարող են հավաքվել Հանրապետության հրապարակում սա ուղերձը կազմակերպիչներին երթի եւ իրականացնել այն, ինչի հրավերը արել է հենց Նիկոլ Փաշինյանը։ Իրականացնել Թավշյա հեղափոխություն։ Ի վերջո օրենքով պարզվում է արգելված չի, չէ՞, Թավշյա հեղափոխություն, դրա հիմքերը կային։ Եթե դա 2018-ի ապրիլ-մայիսին հնարավոր էր, ապա այսօր լիքը հնարավորություն կա, այդ թվում առաջի կետից դնում Հայոց ցեղասպանության պատմական փաստը շղթելու բազմակի փորձերը, այլանդակությունները Ծիծեռնակաբերդում դա լիուլի բավական է, որպեսզի այսօրվա այդ երիտասարդությունը երեք բողոքող եւ ինչ շատ տպավորած երիտասարդությունը շատ հանգիստ առանց որևէ այրուն թափելու Թավշյա մեթոդներով այն որ ասում են Թավշյա ոչ բռնի ժողովրդական, այ ժողովրդական երիտասարդությունը շատ հանգիստ կարող է արգելափակել Հանրապետության հրապարակը եւ իրականացնել այն, ինչին դեմ չի Նիկոլ Փաշինյանը։ Սա իրատեսական ճանապարհ եք համարում այս իրավիճակի պայմաններում, քանի որ գիտենք ոստիկանությունը, ուժայինները նման երևույթներին ինչպես են արձագանքում, նախորդ տարիներին մենք շատ ենք տեսել։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը ընտրությունների նախապատրաստվելու փոխարեն, որը այլ եմ ասում, սպասարկում է ընդհանրապես Նիկոլ վերարտադրելու օպերացիան, դա կարող է սա լինի կամ մեկ ուրիշ Նիկոլ, երկուս լինի, ինչևից է։ Իրենք կարող են պաշտոնական նամակ դիմում հղել Նիկոլ Փաշինյանին, որ առ այն, որ իրենք իրազեկում են, որ սկսելու են Թավշյա հեղափոխություն։ Նիկոլը բանավոր հայտարարեց, չէ՞, հիշում եք Հանրապետության հրապարակում բանավոր կանգնեց, ասեց, որ սկսում ենք եւ այլն։ Հիմա ինչ է խանգարում, որ այսքան ներուժ ունենալով միայն ջահերի երթի հետ տպավորիչ, հա, տեսարանները ունենալով կազմակերպիչներ էին, չէ՞, այդ ամեն ինչի հետևում։ Հիմա այդ ընդդիմությունը շատ հանգիստ կարող է նամակ դիմում ուղարկել ուժայիններին, իրեն բոլոր շահագրգիռ հաստատություններին, նշելը, որ իրենք օրենքի սահմաններում իրականացնելու են Թավշյա հեղափոխություն։ Ի վերջո այսօր կառավարությունում ովքեր են, մարդիկ ովքեր են եկել են իշխանության կամ բերվել են այդ իշխանության նույն ճանապարհով։ Որևէ այդպես են մեզ վստահեցնում։ Հա, հիմա եթե դա թույլատրել է Նիկոլ Փաշինյանի եւ ընկերության պարագայում, իսկ ինչու մնացածների պարագայում դա հնարավոր չի։ Շատ հնարավոր է տեխնիկապես դա հնարավոր է անել մի քանի ժամվա ընթացքում։ Ընդհանրապես պետք է արգելափակել Հանրապետության հրապարակ։ Լավատես լինենք։ Եվ պարոն Դեման, ի վերջո ինչ եք կարծում, կգա մի օր, երբ Թուրքիան պաշտոնապես կճանաչի, կդատապարտի հայոց ցեղասպանությունը եւ ներողություն կխնդրի Հայաստանի Հանրապետությունից, գուցե նաեւ փոխհատուցում վճարի, որն էլ իր հերթին կարող է երկարաժամկետ խաղաղության համար դուր բացել։ Բնականաբար սա ներկայիս իշխանությունների օրոք չեն կարող ակնկալել, բայց հետագայում, երբ որ օրինակ Հայաստանում ազգային իշխանություն հաստատվի, այս իշխանությունը կկարողանա որևէ կերպ նպաստել ու հասնել սրան։ Ես չավարտեցի իմ միտքը եւ չի հասկացու, եթե չասեմ ինչու ես չեմ ընդունում դրոշ այրելու տեսարանը, ես նկարագրեցի իրավիճակ, թե ինչու դա արվեց միգուցե, բայց դրոշ այրելով մենք որևէ առաջընթաց, արդեն գալիս եմ ձեր հարցին նաեւ, չենք ապահովելու առաջին հերթին թուրքական նոր սերնդի, երիտասարդ այդ թուրքերը, որ հիմա նոր սերունդ է գալիս, նոր սերունդ ունի հնարավորություն, իրեն հնարավոր չի արգելափակել գիրք կարդալ, տեխնոլոգիաներ կան, սոցցանցեր կան, ինֆորմացիայի հասանելիության նոր մակարդակ կա։
այդ երիտասարդի համար այդ դրոշը իր երկրի սիմվոլն է, ուզենք թե չուզենք, այդպես է, չէ՞։ Հիմա այդ երիտասարդը պետք է համար մեկ թիրախը լինի մեր համար, որպեսզի մենք բացատրենք, թե ինչ հանցագործություն է կատարել իր նախինը, իր պապի պապերը, չէ՞։ Տեխնիկան տրամաբանական բացատրում է։ Երբ որ դու նրան կարողանում ես հեղափոխել, դարձնել դեպի քեզ է բացատրես, որ իրենց պետությունը մեղսակից է, արյան եւ ոսկորների վրա է ստեղծվել։ Ազգայնականին շատ դժվար է, հա, գործ կարելի եւ այլն, բայց մարդիկ գալիս են, որոնք ազատ մտածող են, շփում են, այսօրվա շփման հնարավորությունները բավական մեծ է, փակ երկիր չի Թուրքիան։ Այս սա է մի քիչ դժվար աշխատանք, հա, հետազոտական աշխատանք, հավաքչական աշխատանք, ռադիո, հեռուստահաղորդում, ֆիլմ ստեղծել, թուրքերենով ստեղծել եւ ազդեք այդ սերունդի վրա։ Դրոշ այելով դուք ընդհանրապես վանում եք այդ սերունդին, որպեսզի նրանք հետաքրքրություն ունենան անարտարության թեմայի շուրջ, որը կատարել ավելի ազգայնական ենք դարձնում նրանց։ Իհարկե, որովհետև դու վանելով նրան տեսնում ես, որ դու թշնամի ես քեզ, դու ինքդ քեզ դարձնում ես թշնամի իրենց աչքերում։ Ես քաղաքական մակարդակը չեմ ասում, երեկվա հայտարարությունները քաղաքական են, ԿՊ-ի արձագանքը հաճույքով արված։ Ես ասում եմ մարդկային հոգեբանական դաշտի մեջ։ Եթե դա դու անում ես, նա տեսնում է, որ ինքը կվախենա հայի հետ շփվելուց, հա, ամեն մեկի մեջ կտեսնի այ են իրանց ասած կուսակցության ներկայացուցիչը, որ իմ ազգային երկրի սիմվոլն է։ Այդ սիմվոլը իր անձնագրի վրա է, այդ սիմվոլի մեջ է ինքը մեծաց է տեսնելով։ Երբ որ դու դա անում ես, դու արգելափակում ես իր հնարավորությունը առերեսվելու, տեղեկանալու հայոց ցեղասպանության թեմային։ Այո, իսկ մեր աշխատանքը օրնիբուն պետք է լիներ հազարավոր այդ նոր սերնդի ներկայացուցիչներին հակադրելու իրենց երկրի պետական մոտեցման, պետական դիրքորոշմանը եւ այս աշխատանքը պետք է իրականացվի, թե չէ մի քանի վայրկյանում դու կարող ես տարիների, տասնամյակների աշխատանքը ուղղակի ոչնչացնել։ Իսկ ձեր գնահատմամբ ինչու է տարիներին այս աշխատանքը չի կատարվել, այդ թվում մինչեւ Նիկոլ Փաշինյանը չեն ցանկացել, թե ավելի շատ չեն հասկացել, որ ճանապարհը սա է։ Դա ռազմավարության խնդիր է, իսկ ինչու մենք 10 տարի շարունակ լրիվ փոխեցինք թանգարանի ուղղությունը, ցուցադրության մեջ մենք չօգտագործեցինք որևէ ատելության խոսք, որովհետև դա կլիներ գիտեք վանող եւ երրորդ լսարանի համար հասկանալի է առումով դե լավ ատում են հայերը թուրքերին, ոչ, մենք ասացինք, որ այս թանգարանը նաեւ Թուրքիայի պատմությունն է ամփոփում եւ դրանից փախչել հնարավոր չի։ Այո, մենք ասում ենք, սա հայոց ցեղասպանությունը մերը չի, մեր ողբերգության էջը չի, դա Թուրքիայի պատմության էջն է։ Եվ եթե դու անում ես այդ գործողությունը, դու չես թողնում այդ երիտասարդներին, որ գան եւ առերեսվեն, շփվեն այդ պատմության հետ, որը մենք պարտադրում ենք, որ լինի Թուրքիայի պատմության, Թուրքիայի հիշողության եւ պատմության մասը։ Այդ աշխատանքները սկսվել էր թարգմանություններով, սկսվել էր ուղղություններ կար, որոնք մոռացված էջեր ենք անում եւ կապում ենք Թուրքիայի հիշողության եւ պատմության հետ։ Դա տրամաբանական, տեղեկատվական օպերացիայի տեխնիկայի տիրապետում պետք է լինի, որը չպետք է նսեմացնի ակադեմիականությունը եւ գիտականությունը, հա, արված աշխատանքի։ Բայց դա արդեն նախանշաններ ունենք 12, 13, 14 թվականին, այնքան էլ ցանկալի չէր։ Այնքան էլ ցանկալի չէր։ Եվ մենք գիտենք, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գործող իշխանությունների թեթև ձեռքով այլևս մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Ձեր գնահատմամբ իշխանափոխությունից հետո այս հարցը պետք է վերադառնա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ եւ դա ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, որը մեծ հաշվով փակուղի է մտել, օրերս անգամ Ալեն Սիմոնյանը դա ստիպված եղավ խոստովանել։ Դեք այդ հարցի մեջ ինձ ավելի շատ հուզում է ոչ թե օրակարգում գտնվել չգտնելը, որ այդ ձևակերպան ես շատ վերապահ եմ մոտենում։ Էլի առաջնային չեք համարում սա։ Չէ, առաջնայինի հարցը չի, այսօր իրավիճակ է փոխվել համաշխարհային բանի մեջ, հա, պետությունների փոխգործակցության, հարաբերությունների, միջազգային իրավունքի շատ նորմեր չեն գործում։ ՄԱԿ-ը ընդհանրապես դարձել է անգործունյա, հա, այսօր ով ինչ ուզում է, անում է ուժի դիրքերից։ Ասում է ուժեղ եմ, այս ուժը կուտակել եմ, Ադրբեջանի օրինակը նայեք։ Լավ խորհրդականներ բերեցին, ունեին գումար, ասենք 50%-ը կաշառքի գնաց, այն 50%-ն էլ որ չեն կարողացել ուտել, այսպես թե այնպես նպաստել է ուժեղացմանը Ադրբեջանի։ Սա է տեխնիկան։ Մեր մոտ դեռ շենքեր ենք բարձրացնում, հա։ Հիմա տեսեք,
ուժի դիրքերից իրականացվող քաղաքականության պայմաններում, երբ որ դու խոսում ես ցեղասպանությունը օրակարգում դնելու, արտաքին քաղաքականության օրակարգում դնելու, դա մի քիչ ռեզոնանս է տալիս, որովհետև դու աշխատում ես 10-15 տարի առաջվա կլիշեացված ձևակերպումներ, որ այսօր չի աշխատում։ Այսինքն սա պրագմատիզմի մասին է։ Ուզականությանը չպետք է տրվեն, պետք է սառնասիրտ վերաբերենք, որովհետև այսօրվա իրավիճակը սա է։ Դա կարող է փոխվել 10-15 տարի հետո, բայց մենք փոփոխության համար չենք հասցնում ադապտացնել մեր խոսույթը, մեր վարվելակերպը, պետականության մեր կոդերը, մենք ունենք Նիկոլ Փաշինյան դեռևս, տակավին, որը զբաղացնում է հեծանիվով, թմբուկով, չգիտեմ, բան ուտելով, կարկանդակ ուտելով եւ այլն, ինքը զբաղացնում է, ինքը պետական քաղաքականություն չի իրականացնում։ Նա հասարակությանը բթացնում է բոլոր զգայական բաները, ինքնապաշտպանությանը, անվտանգության գիտակցումը եւ ջլատում է համախմբան որևէ փորձ։ Հիմա տեսեք, դա ասում է նաեւ մի մարդ, որը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտաշխատող, ասպիրանտ, Արադ Միրզոյանը, արտգործնախարար ներկայիս։ Ժամանակին էլ ավելի բարձր խոսնակ էր։ Հիմա ես օրինակ իր փոխարեն կամաչեի այդպիսի ձևակերպում, դա մանավանդ գիտական ատենախոսության թեման միջազգային ճանաչման է նվիրված, Միացյալ Նահանգները եւ այլն։ Այսպիսի մի չնաշխարհիկ դեպք ունենք նաեւ նորաթուխ Սահմանադրական դատարանի նախագահի դեպքում, ով նույնպես հանդիսացել է անդամ, նույնպես հանդիսացել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ասպիրանտ, ժամանակին գրում էր, որ ասենք ներածության մեջ սահմանադրության հղումը հռչակագրին որևէ կերպ չի հակասում միջազգային ինչ-որ իրավունքին կամ բան, ունի հոդվածներ, հասանելի, մտեք համացած կարդացեք։ Բայց այսօր իր գլխավոր առաքելությունը եղել է իր իսկ գրածի դեմ աշխատելը, ուրեմն այս մարդիկ ինքնություն չունեն։ Ասում են դա պատերազմի դուռ է բացում, հիմա չունենք այդ ռեսուրսները։ Դա ձևակերպում չէ, պատերազմ ցանկացած բայի Իրան Մալիև իրենց չի հարցնելու, էլի, որ դուք խելոք եք, խելոք չեք։ Առիթ կարող է գտնի, այսօր ասեցիք միջազգային հարաբերությունում ուժն է, ուժի դիրքից կարող է ցանկացած գործողություն անել։ Այլ բան է, որ դուք ամբողջ պետական քաղաքականությունը ներքին արտաքին դրել եք հնազանդեցման վրա։ Ալիևը ինչ ուզի կստանա։ Հակադիր ուժի կուտակում, էներգիայի, միջոցների պաշար մենք չենք տեսնում։ Հերթական ծուղակը կստեղծեն մայիսի 28-ի շքերթով, Այդ մայիսի շքերթին դա նախընտրական շքերթ է լինելու, իհարկե։ Պետք է ուզենան ցույց տան, որ տեսեք ինչ ենք, Ալիևը չի վախենա, ինչ որ դուք ցույց տաք, բայց ինձ համար շատ հուզիչ կլինի տեսնել բանակը դավաճանած Նիկոլ Փաշինյան, պատերազմ սպասարկած պարտության սիմվոլ Նիկոլ Փաշինյան, կողքին կանգնած Անդրանիկ Քոչարյան, որի համարում էր, որ պարտադիր զինվորական ծառայությունը դա ստորացուցիչ մի բան է, որ իր տղաները շատ բարձր չեն կարող, այս երկուսը պետք է շքերթ ընդունեն եւ պատիվ տալով պետք է անցնի մեր բանակի սպայակազմը։ Դա ամենաամոթալի տեսարանն է, որ ես կարող եմ երբևէ պատկերացնել որպես պատմաբան, ոչ միայն հայ քաղաքացի։ Իսկ զինվորականներին հորդորում եք չմասնակցել սրան։ Գիտեք, շատ շքերթներ է եղել ժամանակին, երբ որ դա հեղաշրջման պատճառ է դարձել, նույնիսկ վատ ղեկավարության գնդակայել են հենց շքերթից, բայց ես կոչ եմ անում մինչև շքերթը որոշում կայացնել, շքերթը բոյկոտելու առումով, որովհետև այդ շքերթը դա բանակը քաղաքական բուտաֆորիայի վերածելու միջոց է, եւ դա կլինի շատ ամոթալի տեսարան, որովհետև հպարտանալու ոչ մի բան չունենք։ Պարտության տարած, պարտություն սպասարկող ձեր իսկ զինվոր եւ սպա գործընկերներին դավաճանած անձը չի կարող շքերթ ընդունել։ Պարտությամբ եւ զոհերով հպարտացող։ Որտեւ ինքը խորհրդանշանն է, պատմության խորհրդանշան, նա ինքը այդպես է արձանագրվել պատմության մեջ, համաշխարհային եւ հայ ժողովրդի պատմության մեջ։ Ինքը իր թիմով, իր սպասարկումներով, ամեն ինչով նրանք ընդհանրապես Հայաստանը գիտակցված պարտության տանելու խորհրդանշաններ են։ Եվ պարոն Դեման, ուզում եմ խոսենք նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ստեղծված իրավիճակի մասին։ Մեր նախորդ զրույցի ժամանակ դուք նշել եք, այսօր էլ անդրադարձաք, որ հուշահամալիրը պղծվել ու ոչնչացվել է, բայց այսօր իշխանությունները մեր հանրությանը այլ թեզեր են մատուցում, նշում են, որ վերանորոգումը ավարտվել է եւ սուտ են որակում են պնդումները, թե հուշահամալիրը քանդվել էր։ Հաշվի առնելով թեմայի կարևորությունը, կխնդրեմ գնահատեք այս պահին ինչ իրավիճակ մենք ունենք այնտեղ եւ ինչ է փոխվել վերանորոգումից հետո։ Վերանորոգումը եւ ճակերտավոր եւ առանց ճակերտների վերանորոգում գրված էր նախագծի մեջ, ըստ որը ոչ ես, որևէ այլ քննադատող
դեմ չի եղել վերանորոգման։ Այս այն մանիպուլացիան առաջի փուլը իշխանությունն է։ Նրանք ասում են, որ մենք դեմ ենք եղել, մենք դեմ չենք եղել։ Մենք ընդհանրապես ասել ենք, սա վերանորոգելու եղանակ չի, սա ոչնչացնելու եղանակ է, եւ երկրորդը հարց ենք բարձրացրել $2 միլիոն բյուջեն որտեղից եք դուք գեներացրել, էլի, որտեղից, որովհետեւ երբ որ նայում ես բյուջեն, ամեն ինչ շատ պարզ է լինում, գրված է հայերենով, սևով սպիտակի վրա, որ հուշարձանի այն մասերը, որոնք պետք է դիտարկվեին, հա, ջրի հեռացման կամ ջրահեռացման ինչ որ համակարգ ստեղծելու համար, դա պետք է ներքին մակերեսով լիներ։ Դրսի մակերեսի քարերը, եթե ենթակա էին ապամոնտաժման, ապա դրանք պետք է վերատեղադրվեին։ Ես չեմ ասում, դա նախագծում է գրված։ Ուրեմն ամեն մեկ քարը հանելու եւ վերատեղադրելու գործողությունը գնահատված է եղել $1,300։ Ոչ թե նոր քար բերել, ոչ մեկ քարը հանել, իսկ այդպիսի քարեր մոտապես 200, եթե թույլ տանք, որ մնացածն են նույն ձև քանդեն եւ վերատեղադրեն։ Իսկ այստեղ վերատեղադրելու ապամոնտաժելու փոխարեն բնօրինակ հուշարձանը հենց այդ քարերով որպես հանրապետական նշանակության հուշարձան գրանցված հուշարձանը ջախջախել են։ 1/3-ով այսօր հուշարձանը աղճատված եւ խեղված է։ Դա իհարկե կերակրեն իրենց սատարողներին, որ դա վերանորոգում էր, փայլուն աշխատանք է արվել եւ այլն։ Ինչու Ժաննա Անդրեասյանը սկսեց ամեն շաբաթ բարձրանալ ծիծեռնակաբեր։ Կյանքում մեկ անձ, որը Եղեռնի հիշողության դեմ էր, հիշում եք իր տեսագրությունները։ Կա չէ տեսագրությունը, որ իր երեխան վատ ազգաց է, ինքը վատ ազգաց ուսուցիչը խոսել է Արարատի մասին եւ այլն։ Շաբաթը մեկ բարձրանում է Ժաննա Անդրեասյանը ծիծեռնակաբեր։ Ուրեմն խնդիր կա, չէ՞։ Խնդիրները ասեցին, որ չի կարելի մեկ տենդերով տալ շինընկերության, որը փորձառություն չունի հուշարձան, այն էլ հանրապետական նշանակության հուշարձան վերանորոգելու։ Հարցը ինչ որ մենք դեմ ենք եղել։ Մենք ուզում ենք կոռուպցիոն ռիսկեր գտնել, կա այնտեղ թե չկա։ Իրավաբաններին չեմ դիմում, որտեղ դա անհույս բան է, ոչ մեկ չի հետաքրքրի, ոչ մեկ չի գտնի մեղավոր։ Բայց պնդում եք, որ կան։ Առաջի կոպտագույն սխալը, որը քրորեն պատժելի է, հուշարձանը սկսել են անօրինակ բանվորական ուժով ջախջախել չհաստատված նախագծով։ Այսինքն որևէ մեկը դեռ ստորագրություն չի դրել շինարական աշխատանքները սկսելուց առաջ։ Գնացեք ամեն մի շենքի կպեք, մի հատ գարաժ կամ կտուր փոխեք, կգան ձեզ կտուգան են առնվազն, բայց քանի որ այստեղ հանրապետական նշանակության հուշարձան է, առանց հաստատված նախագծի շինարական աշխատանք քանդման ապամոնտաժման աշխատանք սկսելը դա քրորեն պատժելի արարք է։ Կրկնում եմ եւս մեկ անգամ կկրկնեմ։ Ես սա չեմ ասել հայ նախագիծ ինստիտուտի տնօրենն է ասեք 40 մարդու ներկայությամբ։ Ուրեմն սա քերորեն պատժելի արարք մեկ։ Տենդերը պետք է բարձենք, այս բյուջեն որտեղից է գեներացվել։ Երկրորդ անհրաժեշտություն կար ջարդել են հատվածներ, որտեղ որևէ խնդիր չկար։ Այդ քարերը ոչ շխախտված են եղել, ոչ ճաքած են եղել, ոչ էլ քար կարող է բազալտ քարը 15 սանտիմետր հաստությամբ ջուր թողնել, այնը որ թեք է դրված, որ ջուրը հոսում է ներքև։ Նաև նշում են կարող է փոկվել ընկնել մարդկանց գլխին, սա էլ են մանիպուլացնում։ Տեղում դա մանիպուլացում 1-2 քար կա, որը սառում է, հա, ջուրը, եթե արանքում տեղաբանում եւ տարեստարի ասենք մի քանի միլիմետր առաջանում է։ Եթե մենք ունենք տեսարան, որ ասենք 8 միլիմետր առաջացել է, անձեն աչքով դա տեսարան է։ Խոսքը գնում է մոտ 15 սանտիմետր հաստության քարի մասին, որը չի կարող ընկնել։ Քարաթափում եղել է 1-2 դեպք հուշասյունից, որը կապիտալ վերանորոգվեց 13-14 թվականների նորոգությունների ժամանակ։ Բայց դա չխանգարեց, որ Ժաննա Անդրեասյանը եւ Նիկոլ Փաշինյանը ապուշի տեղ դնեն հայ հասարակությանը եւ օտար լսարանին եւ ասեն, որ 60 տարվա ընթացքում հուշամալիրում որևէ նորոգություն չի եղել։ Այնինչ Լինսի միջոցներով հիմնադրամի 2003-ին է եղել, կա տեսագրություն, կա լուսանկարներ, կա փաստաթղթեր, բայց իրենց համար դա ինչ է։ Մարդիկ չեն կարող Հայաստանի Հանրապետության կադաստրի վկայական ասում են չկա ու չեն գտնում, բայց երբ որ գտնում են գաղտնիք են պահում էլի ժողովրդից։ Հիմա ունենք մի իրավիճակ, երբ որ պետք է հետաքննություն իրականացվի։ Ես փորձեմ աջակցել մեր դատաիրավական համակարգին, որոնք շատ արագ եւ օպերատիվ հայցադիմումներ են վերցնում իմ դեմ ուղված, այս պահին ասեմ, որ հայցադիմումները տվել Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարությունը, Վլադիմիր Վարդանյանը, Արադ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը, ցանկ շատ ճոխ է, ասեմ, օրհնված եմ ես, որովհետեւ պատմաբանի համար այսպես գերագույն հաջույք է այդ փաստաթղթերը։ Մնացել է այս իշխանությունների կոկորտում, պարոն Դեմոյան։ Ես մինչև կոկորտն եմ արդեն անմարսի եղել, ուրեմն փաստաթղթեր ստեղծելը դա երջանկություն է, որովհետև թվայնացման դարում շատ բան կորում է, բայց երբ որ գալիս է Պաշտոնյայի անունով քո դեմ են, իսկ դու պատմաբան ես,
դու ստեղծել ես վավերագիր, առնվազն լավագույն բան, որ ապակա պատմաբանին դա կարող ես փոխանցել, դա թղթի վրա տպված վավերագիրն է։ Իսկ մնացածը արդեն դատավորների շնորհքի հարցներ է, ճակերտավոր եւ ոչ ճակերտավոր, որոնց ես տվել եմ շատ համեստ մի ուղեցույց, ինչ պետք է անեն իրենք, երբ որ պետական պաշտոնյան դատական հայտարարում է ներկայացել պատմաբանի դեմ։ Եվ դրանք Նիկոլ Փաշինյանի արտահայտություններն են, հա, նրա թիմի անդամներն են։ Դատավորը պետք է մինչ դատական նիստի նշանակումը դատաքննություն իրականացնել եւ վճիռ կայացնելը ինձ, հա, պատասխանող կողմի պետք է խտա սկավառակով իր տեսաուղերձը ուղարկի, որտեղ պետք է ասի, որ վնգստացող դատավոր արտահայտությունը խիստ վիրավորական է ցանկացած դատավորի պարագայում, երկրորդ կետով պետք է ասի, որ նա հանդիսանում է այն դատավորը, որ չի իրականացնում Նիկոլ Փաշինյանի ասածը, որտեղ այդպիսի ֆրազա կա, չէ, Հայաստանում կա արդյոք դատավոր, որ իմ ասածը չանի։ Ես ոնց վստահեմ այդ դատավորին, երբ որ նա չի հերքում միանգամից, եւ երրորդ կետով պետք է լինի առերեսում Նիկոլ Փաշինյանի եւ դատավորի միջեւ, որտեղ դատավորը դա պետք է բանավոր ասի Նիկոլ Փաշինյանի երեսին, որից հետո ես կարող է գնամ դատական նիստերի, բայց այնտեղ մի կարևոր հանգամանք կա։ Ես հակասահմանադրական գործողություններ չեմ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն լինելով։ Ես նպաստել եմ միջազգային ճանաչմանը, գիտական ճանաչմանը, տարբեր հնարքներով եւ ձևերով։ Բայց այսօրվա իշխանությունները քանի որ ժխտողական են, հակասահմանադրական գործողություններ անում, ես ոնց վստահ եմ դատականության եւ դատավորին, որի իշխանության ներկայացուցիչները ինձ արդեն դրել են պատասխանողի կարգավիճակով։ Ես գտնում եմ, որ դա ավելորդ ժամանակի կորուստ է, դրա համար որևէ դատականության չեմ ներկայանում։ Եվ հուշահամալիրում ստեղծված իրավիճակը առավելապես շարժառիթը որն է այստեղ գործ ունենք ավելի շատ փողերի լվացման փորձերի կամ արդեն բուն այդ ամեն ինչի մասին դուք նշեցիք, թե նաև այս արժե համակարգը նույն հուշարձանը պղծելու եւ հանրության շրջանում այդ պղծված հուշահամալիրի պատկերը ամրապնդելու եւ ավելի շատ հոգեբանական ճնշում գործադրելու այդ գլխավոր շարժառիթը որն է։ Շատ ճիշտ տվեցիք, ես առաջին անդրադարձների մեջ ասեցի, որ այդ ամբողջությունը որ դեռ կար 66-67 թվականից բացումից հետո իհարկե նորոգությունները մենք չենք, որտեղ երբ որ տեսնում ես քարը հանված դրված է, որ պետք է նորոգություն գրված է, նորոգում է, այսինչ հիմնադրամով, այսինչ ժամկետների մեջ դուք որևէ բան այդպես չեք տեսել։ Դրա համար բողոք ըմբեն, իմաստը դա էր։ Չի գրված ով է կապալառուն, երբ են ավարտելու, ով է իրականացում։ Տեսնում էր հնդիկ բանվորների, որոնք ոչ հայերեն են հասկանում, ոչ անգլերեն։ Տեսնում էր մետաղյա այդ գամերը խայտարակ ձևով հուշարձանի մեջ թողած, այն մասերը, որոնք ապա մոնտաժման ենթարկա չեն աստիճանավանդակների ջախջախված կտորներով որ ընկել էր, այդ տեսարանը պետք է փակ լիներ։ Եթե այն լիներ փակ արտաքին աչքի ընկալման համար, դու գոնե կհաշտվեր, որ այո, ինչ որ մի խնդիր կա եւ չիմացող մարդը ասում, նորոգությունը նորմալ է, այսինքն ինչ է եղել, որ շատ բնական իրավիճակ է, պետք է ապամոնտաժել, հետո վերատեղադրել։ Բայց երբ որ դու տեսնում ես այդ հուշարձանը ցլեպների, ռումբ է պայթե այնտեղ եւ կտորտանքները ամենտեղ թափված, դուք տեսնում ես այդ գործիքները, փնտի մոմլատները ճղճղած, ժանգոտած այդ աստիճանները, որ դել են բանվորները վերին մակարդակների քարերը ջախջախելու համար, հետո իրենք հասկացան, որ այդ տեսարանը շատ վատ է, բերեցին բաներներ կպցրեցին, հայտարարության տեքստը դրեցին, չէ, հետո ինչ արեցին, հետո մասնագիտական խումբ Ժան Անդրեասյանը հասկացա, որ պետք է բերեն քննարկում լինի, հա, հետո ամենքին տանեն են իր հայտնի տեսարանը մատով ցույց է տալիս ձյան տակ գտնվող քարերը, որ հրաշքով այս քարերը պետք է իր տեղը գան։ Չկա, այդ քարերը բնօրինակ քարերը, որոնք հուշարձան որպես այդպեսին գրանցվել են հենց այդ քարերի արկայությամբ, դրանք գոյություն չունեն։ Ուրեմն հուշարձանը 1/4-ով ոչնչացված է։ Ինչքան էլ ուզում են իրենք բերեն ձևը եւ տեսքը նույն ձևով վերականգնեն կամ անունը դնեն վերականգնում։ Հասկանալի է։ Եվ պարոն Դեման, վերջում մայիսի սկզբին Երևանում տեղի ունենալու այդ եվրոպական քաղաքական համայնքի հայտնի գագաթնաժողովը եւ մեծ թվով օտարերկրյա ղեկավարներ են այցելելու Հայաստան։ Ինչ եք կարծում, մեր իշխանությունը կունենա այդ համարձակությունը այս մարդկանց ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանելու, քանի որ սա նախկինում պետական արարողակարգի անբաժան մասն էր կազմում, իհարկե ոչ վերջին տարիներին, թե այդ վերջիններս այս հյուրերը իրենց նախաձեռնությամբ դա կանեն, եթե իհարկե նման ցանկություն ունենան նրանք։ Երեք ես մասնակցում եմ միջոցառման Եվրոմիության անդամ հանդիսացող երկրներից մեկի դեսպանը ելույթ էր ունենում մի միջոցառման, որը առնչություն էր այսպես թե այնպես ցեղասպանության հետ։ Եվ այդ երկիրը պաշտոնապես ճանաչել, առաջիններից մեկն է ճանաչել հայոց ցեղասպանություն, բայց կմկմալով, խուսափելով, տարբեր լեզվավարժանքների դիմելով, դեսպանը խուսափեց
ցեղասպանություն բառը օգտագործելուց։ Ասեմ, որ սա առաջին երկրներից մեկն է, որը ճանաչել է եւ պաշտոնապես է ճանաչել։ Ուրեմն այդ երկրի դեսպանը խուսափեց Հայաստանի տարածքում ցեղասպանության եզրույթի օգտագործումը։ Դա վատ ազդանշան է, դա հետևանք է այսօրվա քաղաքականության, որ իրականացնում է։ Ես չեմ գտնում, որ դա էական է, կգնան թե չեն գնա եւ այլն, միգուցե եւ մի մասին կթողնեն հայեցողությամբ, իրենց կամքով։ Իրենց կամքով։ Դրա համար Հրաչյա Թաշյանին ժամանակավորապես պարետ նշանակեցին բանում, թանգարանում եւ այդ պարետի նշանակումը չհասկացավ նաեւ թանգարանի աշխատակազմը, իսկ գիտական աշխատակազմին ասում, որը այսօր հեզուխոնար շարունակում է աշխատել իր կարգավիճակով եւ ստանալ աշխատավարձ, չունենալով սկզբունքայնություն, որը գիտնականին, ակադեմիականին բնութագրող առաջին հատկանիշն է։ Շնորհակալ եմ, պարոն Դեմոյան։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ։ Կհանդիպենք։